Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վերջին երկու օրերին, հուլիսի 14-ին և 15-ին Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային դակոթային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես բարձր ջերմային ֆոն գրանցվեց Արարատյան դաշտում և Երևանում Հայ հիդրոմետեոտրեբութաբանական կայանների դիտարկումների համաձայն հուլիսի 14-ին և 15-ին Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասավ մինչև 38-ից 39 աստիճանի, իսկ Երևանում 37-ից 38 աստիճանի։ Բայց այսօրվանից հուլիսի 16-ից սկսած մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին երեկվա հետ համեմատած օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4-ից 5 աստիճանով և հանրապետության ամենատաք օդիներում Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33-ից 35 աստիճանը։ Եվ առհասարակ մթնոլորտի շրջանառության թվային մեթոդների գնահատմամբ առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոկեր, այսինքն 40 և ավելի բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։ Առաջիկա 5 օրերին երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում կզարգանա ամպրոպային անպամատություն, սպասվում են կարճատև անձրևներ առանձին հատվածներում ցավոք հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում մինչև 20 մետր/վայրկյան արագությամբ։ Երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևների հավանականություն կա նաև Երևանի առանձին հատվածներում, այսինքն դրանք երակային բնույթի են լինելու, ոչ համատարած կդիտվեն քաղաքի առանձին հատվածներում։